Ըստ Տեր աչեսու
Արած զորավարած և զորացնոցին, ըստ Տեր աչեսու, Վասն հոգոս նանգուցելոց, որ ճշմարիտ և ուղիղ հավատողի Քրիստոսն ընջեցին, ըստ Տեր աչեսու, և ևս միաբան վասն ճշմարիտ և սուրբ հավատույց մերով, ըստ Տեր աչեսու, Զանձինս մեր և միմյանս կյարն Աստուծո ամենակալին, անձնարաստու, որ միած մեզ խելասված ներսնեցի ողորմության կում, Աստծու կամենեքյան միաբանության, Եվ մարդասրես Աստված գոլով, և կեզ բայել է պարկ, իշխանություն և պատիվ, այժմ և միշտ և ավիտյանս հավիտենից ամեն։ Ամենայն երկիր և վարկառնոցա, և մինչև պիծակս աշխարի են խոսքնոցա, ընթեցվածս առակած։ Զիով է մարդ, որ գիտի թե ըստ խորհուրդս Աստուծո կամ ով ածից ես մտա, թե զինչ կամիցի տեր։ Զի խորհուրդ մալկանացված զանգիտովք են և զաղփաղփոն են հնարագիտությունք մեր, զի մարմին և ծանելի ծանրացուցանես հոգի և հակե հողեղեն հարկս ըզմիտս բազմահոգս և հազիվ նկատենք զերկրավորս և որ ինչ արվոտս կայցե աշխատության գտանենք, իսկ որ ինչ երկինս է, ով քննես է, և ըստ խորհուրդս քո ով գիտած, եթե ոչ դու ետուր իմաստություն և առաքեցերս Սուրբ Հոգիդ քոյի բարձանց, և ապա ուղեցան շավիղ երկրավորածս, եվս հաճոյս քո ուսան մարդիկ, և իմաստությամբ քո փրկեցան, նազ նախաստեղծն ըս հայրն աշխարհիս միայն հաստատյալ պահյաց, և փրկյացս նայ հանցանած յուրոց, և ետ նմա զորություն ունելոզ ամենայն։ Ընթեցվածս Երեմիա մարգարե այսպես ասետ էր, ահավասիկ ես առաքեմս ձկնորսս բազումս, ասետ էր, և որսասենս նոսա, և ետ այնորիկ առաքեցիտ զորսորդս բազումս, և որսասենս նոսայի վրա ամենայն լերանց, և ի վրա ամենայն բլրոց, և ի ծակուց վիմաց, զի աշկի մի վրա ամենայն ճանապարհացնոցա, և ոչ թաքյան երեսած իմոց, և ոչ ծածկեցան անիրավություն կնոցա, առաջի աչած իմոց, և հատուցից նոցա նախ կրկին զանիրավությունս նոցա, և զմեղս նոցա, որով պղծեցին զերկիրին, մերելոտ յուկ գաշելյացն յուրյանց, և անօրնությամբ նոցա, որով լծին ժառանգությունին, Տեր զորությունին և օգնությունին, և ապավենին հավուրջարյաց։ Ընթեցվածս ի գործոց առաքելոց։ Հրեշտակ կյարն խոսեցավ առ Փիլիպոս և ասե, արի և գնա դուի կողմն հարավով, ընդ ճանապարհ, որ իջանե Երուսաղեմի Գազա, զի այս է անապատ։ Եվ հարյավ գնաց և ահավասիկ այլ մի եթովպացի ներքինի, հզոր կանդակատի կնոջ եթովպացվոց, որերի վրա ամենայն գանձուս նորա, որ եկյալ էր երկիր պագանել Երուսաղեմ։ Եվ Անդրեն դարձյալ և նստյալ ի կարս հյուրում, ընթերնույրս մարգարեն Եսայի, ասե հոգինս Փիլիպոս, մատիր և այրած ի կարսը թայդոտիկ։ Եվ ընթացյալ Փիլիպոս լսեր զի ընթերնույր Եսայի մարգարե և ասե, գիտիցես արդյոք զոր ընթերնուցուստ, և նա ասե, զիարդ կարիցեմ, թե ոչ ոք առաջնորդես է ինձ, և աղաչյածս Փիլիպոս ելանել նստել ընդդման։
Եվ գլուխ գրոցն զորընթեր նույններ այս, իբրև զոչխար իսպանդ վարեցավ, և իբրև զորոջ առաջի կտրչի յուրում անմռունջ, այնպես ոչ բանած բերան յուր, իխոնարության նորադատաստան նորաբարձավ, և զարգատոմն նորա ո պատմես է, զի բարնան երկրե կյանք նորա, պատասխանի ետ ներքինին Փիլիպոսի և ասե, աղաչեմս քեզ, վասն ոյր ասե մարգարեն զայս, վասն յուր, եթե վասն այլո յուրուկ, և աս Փիլիպոս բերան յուր, և սկսյալի գրոցն հայսան է ավետարանյաս նմա ըս Իսուս Քրիստոս, իբրև երթայինս ճանապար այնն, եկինի ջուր ինչ և ասե ներքինին, ահավասիկ ջուր, զինչ արգելու զիսի մկրտելով, և ասես նա, եթե հավատաս բոլորով սրտիվքով մարդ է, պատասխանի ետ և ասե, հավատամ եթե Իսուս Քրիստոս որդի Աստուծո, և հրամայած կացուցանելս կարսն, և իչին երկյոակի ջուրն, Փիլիպոս և ներքինին, և մկրտյացս նա, և իբրև ելինի ջրո անտի, հոգին սուրբ եկն իվերա ներքին ոյն, և ռեշտակյարն հապշտակյացս Փիլիպոսս, և ոչ ևս ետես ըզնա ներքինին, և գնայրս ճանապար յուրախությամբ, բայց Փիլիպոս գտավ Ազովտոս և շրջյալ ավետարաներ ամենայն քաղաքացն, մինչև իգալ նորա ի Կեսարիա։ Ալելույա, ալելույա, կացուսես նոսա իշխանս ընդամենայն երկիր, և իշեսի անուն քո ընդամենայն ազգաց։ Ալելույա, որդի, և գյուղաճությամբ լվարում, Ավետարանիս Իսուսի Քրիստոսի որս թողանու, Ռոսում է, Մկրտիչ կյարն մերու Իսուսի Քրիստոսի, և աղի վանդար կայրով անես և աշակերտած անտինորա երկում, և նայեցյալն Իսուսի զիգնայրասը ավասի Քրիստոս գարդ աստուծոմ, լվանի նման է երկու աշակերտ զիխոսեր, և գնացինս էտ Էսոսեմ, իբրև դարձավ Իսուս և եկերս նոսա, երտայինս էտ նորա ասեց նոսա, զինչ խնդրեք, նոկասը ծնա, ռաբի, որ թարգմանյալ կոչին արտապետ, ու օտևանքով, ասեց նոսա, եկայք և ասեք, եկին և տեսին, ուհուր էին օտևանք նորա և արնմա, ագան այն օր զի ժամերի բրև, ասներոն, էր Անդրեաս եղբայր Սիմովնի, մի երկու ցանտի որ լվա, Յովանես և գնացինս քնի նորա, գտանես անաղ եղբայր յուր Սիմովն և ասեց նա, գտակ Մեսիա, որ թարգմանյալ Քրիստոս, Զար Իսուս, հայեցյալն նա Իսուսի, ասե դու ես Սիմովն որդի Հովնանով, դու կոչեցի Կեփաս, որ թարգմանի Պետրոս, իվաղի վանդր կամեցավ, ելանել ի Գալիլյա, գտանե ըստ Փիլիպոս և ասեց նա Իսուս եկ ըսկնի ինձ, եկ էտ Փիլիպոս ի Բեթսայդա, ի քաղաքի Անդրիա և Պետրոսին, գտանե Փիլիպոս Նաթանայել և ասեց նա,
զորմեհ գտնարյաց Մովսես, օրենս և մարգարեքն, վդակ Հիսուս զորքի Հովսեպա, Նազարեթը, ասեցենա, Նաթանայել, իսկ Նազարեթը մարդ, ինչից է բարգով, իմը կինել, ասեցենա Փիլիպոս եկնևտես, իբրև ետես Հիսուս Նաթանայել, զիգայր արնար, ասև ասնորա, ահա ագարև, Իսրայելետ սիորում, նենգություն ոչկով, ասեցնա Նաթանայել, ուստի ճանաչես զիս, պատասխանի էտ Իսուս և ասեցնա, մինչև էր Փիլիպոսի գոչեցյալս քեզ, զեի իներքո, հեզենքո ասենինս քեզ, պատասխանի էտ նեման Նաթանայել և ասե, Ռաբի, դու ես որդի Աստծո, դու ես շակավոր Իսրայելի։ Պատասխանի էտ նամա Իսուս և ասել, Հողանակ զի ազատի քեզ, տետեսին է ներքոս տեզենքով, հավատաս, մեծամեծս և քանս այս տեսես, և ասեցնամ, ամեն ասեմ ձեզ, տեսանից ձեզ երկիս պատյան, և տրեշտակաս Աստուծով, զիելանից են և իջանից են, և վերավորվում
Դա այնպիսի սիրեզով է կաթոլիկի և արաքելական սուրբ եկեղեցի։ Փառավորեցու կորարած Կանզավիկյանս երկիր պագանելով Սրբոյերոպության և լիասպասությանը նոր և ոսպորևով թույլ սրբով այժմ և միշտ և ավիկյանս Աբիտելից ամեն Եվ ևս խաղաղությանս Տեր աղաչեցու Եվ ևս հավատով աղաչեցուք և խնդրեցուք իդյարն է Աստուծո և պերչեն մեր մե Իսուսե Քրիստոսե Իժամուս պաշտաման և աղոտից Զիարժանին թունելության արասե Լվից հետ էլ ձայն աղաչանած մերոց Ընկալցիս խնդրվածս սրտից մերոց Ովձես անցանս մեր, ովոր մեզ սիրվրամեր, աղոտը և մրգրված կամենայն ժամը ծեր առաջի մեծի տերության նորա, և հարկացե մեզ միաբանվիով, հավատով և արտարության վաստակելի գործս բարյալ, զիզովորմությանը շնորը սյուրարասե վրամեր, Տեր ամենակալ կեցուսե ովոր մեզ սիր։ Ժամը սուրբ ակարանքիս և զարաչակավորս խաղաղության բանցուսանել հավատով, Իդյարնե խնդրեցու, ըսվեշտակ խաղաղության պահման ձանց մերոց, Իդյարնե խնդրեցու, ըսկավություն և ըստողություն անցանած մերոց, Իդյարնե խնդրեցու, ըսրբով խաչին մեծ և կարող զորություն օգնություն անձանց մերոց, Իդյարնե խնդրեցու, Եվ ևս միաբանված ճշմարիտ և սուրբ հավատույց մերով, ըստ Տեր աղաչեցու, Զանձինս մեր և զմինյանս դյալն Աստուծո ամենակալին, անձնարասու, ողորմյաց մեզ Տեր Աստված մեր ըստ մեծի ողորմության հում, ասասու ամենեկյան միաբանության, Արժանավոր կեղիցու գողության փառավորելս քեզ ընթով և սուրբ հոգուր, արժև և միշտ և ավիտյանս հավիտենից ամեն, խաղաղություն ամեն Աստուծո երկրպագ Եվս բանս, ամրացոս մեզ և ամետյուղ պայը համենայն ճարեր, հավասարյաս մեզ են ճշմարիտ երկրպագուստով, որ կողքով և ճշմարտության քեզ երկիր պագաներ, բախշուկի ամենազգյուր երովնությանը, վայել է պար, իշխանություն և պատիվ, այժմ և միշտ և ավիտյանս հավիտենից, օրհնյալ Տեր մեր Իսուս Քրիստոս, ամեն, օրհնյալ Տեր Աստված, օրհնես ձեզ ամենեցյան,
Աստված
խաղաղություն եւ իտողություն մեղա։ Ստեփանոսին նախավկա եւ ամենայն սրբով Երիցի շատակի սուրբ պատարացաչեն Առաքելով սրբով Մարգարեից վարդապետած Մարտիրոսած եւ ամենայն հայրապետած սրբով Առաքելագործ եպիսկոպոսած Երիցան Սողապահ Սարգսակաց եւ ամենայն սրբով Երիցի շատակի սուրբ պատարացաչեն Սուրբ եւ Աստվածահաճո առաքելոցն Անդրեի եւ Ֆիլիպոսի, որոց այսօրս հիշատակն կատարեցավ, Երիցի հիշատակի սուրբ Առաջնորդածն մերոց եւ առաջին լուսավորչածն Սրբոս Թադեոսի եւ Բարդոմեոսի առաքելոցն եւ Գրիգորի լուսավորչին Արիստակեսի Վրտանեսի Ուսկանե Գրիգորիոսի Ներսեսի Սահակա Դանիելի եւ Խադա Մեսրոպան Վարդապետին եւ Գրիգորին Արեկացուն եւ Ներսեսի Գրայեցուն Հովանով Որոթեցուն եւ Գրիգորի եւ Մովսեսի Կաթևացյան եւ Սրբոս Գրիգորիսյան եւ Ներսեսյան Ովաց եւ ովետած Հայաստանյան Երիցի շատակի սուրբ պատարացաչեն Միանձնացելով սրբոց Արաքինասել եւ Աստվածոսություն ամորացն Պողոսի Անտոնի, Պողա Մակարա, Կոնոպիոսի Աբա Մարկոսի, Սրափիոնի Լևոսի Արսենի եւ Ագրիպ Արսամա, Հովանիսյանց եւ Սիմոնյան, Սրբոց Ոսկյանց եւ Սուրկյասյանց, եւ ամենայն սրբոց հաց եւ աշակերտներոց նոցին ընտիեզես, Երիցի շատակի սուրբ պատարացաչեն Հակավորած հավատացելով, սրբոց Աբգարու Կոսկյանտյանոսի Կրտարտայով Թեոդոսի, եւ ամենայն սուրբ եւ բարեպաշտ հակավորած եւ աստվածասեր իշխանած, Երիցի շատակի սուրբ պատարացաչեն Ամենայն հավատացելոց, առանց եւ կանանց, ծերոց եւ տղայոց, եւ ամենայն շապուասակի առատով եւ սրբությամբ Քրիստոսն ընջեցելոց, Երիցի շատակի սուրբ պատարացաչեն Esther, Garem, Pietro, Serpazna, Mutpa,
Սրբազան, Եպիսկոպոսն շնորհես ձեզ մեզ, ընդ երկայնավոր ուղիղ վարդապետություն։ Հայաստանի վարչապ աշխարհացի Տորքս հայոց, զորացրուց ձեզ և պահպանես ձեզ, համայտ ամս ընթողանյակ ամենասորացյուն քո, իշինություն, խաղաղություն և Եպիսկոպոսապետին Բերո և պատվական հայրապետին, ամենայն հայոց կյարն գայլին սրբազնագույն կաթողիկոսին և մասյացոտ ընտերմից բարև նամ առաջնորդին, կյարն Գևորգա սրբազան եպիսկոպոսին և կահանայիս մորս վազարակս մատուցանեմ և ասնզորությանց և հաղթությանց թագավորած Քրիստոնեին և իշխանած բարեպաշտից աղաչեցուք և խնդրեցուք և աստող խոսնագուցերով ևս առավել վասնանգության ռաբունապետացններոց և շինողած սրբո եկեղեցուց և որ գնդովանյակ սորինեն հագությամբ և պայստրերոց գերելոց և շնոր առաջիկա ժողովրդյան հանգիստ հավատով և սրբությամբ Քրիստոս կառնարելոցն Երիցի շապրակի սուրբ կատարած
այսօր և օրնյալ, երբ պահյացնես Տեր հորից, Հետևյալ օրը դարձյալ կանգնած էր Հովհաննեսը, նա էր իր աշակերտներից երկուսը։ Եվ նայելով Հիսուսին, որ անցնում գնում էր, ասաց. «Ահավասիկ Քրիստոսը գարն Աստուծո»։ Երբ աշակերտները նրանից լսեցին, ինչ որ խոսեց, երկու աշակերտները նրանից լսեցին ինչ որ խոսեց եւ գնացին Հիսուսի ետևից։ Երբ Հիսուս ետ դարձավ եւ տեսավ նրանց, որ գալիս էին իր ետևից, ասաց նրանց. «Ինչ եք ուզում»։ Նրանց ասացին. «Ռաբբի», որ թարգմանվում է վարդապետ, «Ուր է քո օթևանը»։ Նա նրանց ասաց. «Եկեք եւ տեսեք»։ Եկան եւ տեսան, թե որտեղ էր նրա օթևանը, եւ այն օրը նրա մոտ գիշերեցին, որովհետեւ մոտ ժամը 4-ն էր։ Սիմոն Պետրոսի եղբայրը Անդրեասը մեկն էր այն երկուսից, որոնք լսեցին Հովհաննեսի ասածը եւ գնացին Հիսուսի ետևից։ Սա նա գտնում է իր եղբայր Սիմոնին եւ նրան ասում է. «Գտանք Մեսիային, որ թարգմանվում է Քրիստոս»։ Սա նրան տարավ Հիսուսի մոտ, նայելով նրան Հիսուս ասաց. «Դու Հովնանի որդի Սիմոնն ես, դու պիտի կոչվես Կեփաս», որ թարգմանվում է Պետրոս։ Հաջորդ օրը Հիսուս որոշեց Գալիլեա մեկնել, գտավ Փիլիպոսին եւ նրան ասաց. «Արի իմ ետևից»։ Եվ Փիլիպոսը Բեթսայդայից էր, Անդրեասի եւ Պետրոսի քաղաքից։ Փիլիպոսը գտնում է Նաթանայելին եւ նրան ասում. «Ում մասին որ Մովսես օրենքի մեջ եւ մարգարեները գրել են, գտանք նրան»։ Հիսուսին, Հովսեփի որդուն, Նազարեթ քաղաքից։ Նաթանայելը նրան ասաց. «Իսկ կարելի է, որ Նազարեթից մի որևիցե լավ բան դուրս գա»։ Փիլիպոսը նրան ասաց. «Արի եւ տես»։ Եվ երբ Հիսուս տեսավ Նաթանայելին, որ իր մոտ էր գալիս, ասաց նրան. «Ահավասիկ իսկական իսրայելացի, որի մեջ նենգություն կա»։ Նաթանայելը նրան ասաց. «Որտեղից ես ինձ ճանաչում»։ Հիսուս պատասխանեց եւ ասաց նրան. «Փիլիպոսը դեռ քեզ չկանչած, եւ թզենու տակ էիր, տեսա քեզ»։ Նաթանայելը պատասխան տվեց նրան եւ ասաց. «Ռաբբի, դու ես Աստծո որդին, դու ես Իսրայելի թագավորը»։ Հիսուս պատասխանեց նրան եւ ասաց. «Նրա համար, որ
Նրա համար է Սաբաթում, որ ասացի, որ քեզ ասացի, թե թզենու տակ տեսա, քեզ դրանից շատ ավելի մեծ բաներ պիտի տեսնես։ Եվ ասաց նրան, ճշմարիտ եմ ասում ձեզ, պիտի տեսնեք երկրում տպածված եւ Աստծո հրեշտակներին բարձրանալիս եւ իջնելիս մարդու որդու վրա։ Հովանու ավետարանի առաջին գլխից էր այս հատվածը, որտեղ հիշատակվում են այն երկու առաքյալները, որոնց տոնը այսօր կատարում է մեր եկեղեցին, հայ առաքելական եկեղեցին։ Այսօր տոնն է Անդրիաս եւ Ֆիլիպոս առաքյալների։ Ես այս հատվածից մի երկու կետի վրա եմ մեր ուշադրությունը բերել։ Նախ, ասում է Հովանես ավետարանիչը ներողություն։ Հովանես Մկրտիչը իր երկու աշակերտների հետ կանգնած էր եւ տեսավ, որ Հիսուսն անցնում է եւ աշակերտներին ասաց. ահա Քրիստոսը, Աստծո գառը։ Եվ ասում է անմիջապես այդ երկու աշակերտները գնացին Հիսուսի ետևից։ Տեսնում ենք ավետարանից, որ աշակերտներից մեկի անունը տրվում է, դա Անդրիաս առաքյալն էր, մյուսի անունը չի տրվում, թե բոլոր մեկնիչները համակարծիք են, որ դա Հովանես ավետարանիչն էր, ով որ գրել է այս ավետարանը։ Ուրեմն գնացին Հիսուսի ետևից։ Այստեղ առաջին կետը, որի վրա ուզում եմ կանգ առնել։ Ուրեմն իրենք նախապես Հովանես Մկրտչի աշակերտներն էին։ Հովանես Մկրտիչը իրենց ուսուցիչն էր, իրենց վարդապետն էր։ Եվ երբ որ իրենց վարդապետը իրենց մի բան ասել, իրենք չքննարկեցին, չտվեցին ու չառան, չասեցին դու որտեղից գիտես, կամ ինչ գիտես, որ սա Քրիստոսն է, այլ հնազանդվեցին իրենց ուսուցչի հրամանի եւ գնացին։ Մենք այսօր այս խնդիրն ունենք։ Մենք չենք հնազանդվում մեր առաջնորդներին, մեր ուսուցիչներին, իրանք մի բան են ասում, ասում են, ճիշտ են ասում, թե սխալ են ասում, արդյոքը տենց է, թե արդյոքը տենց չի, ինչի է տենց, ինչի տենց չի, և դրա համար էլ ոչ մի բան չենք գտնում։ Այսինքն մենք ամեն մեկս մեզ գիտունի, իմաստունի, առաջնորդի, ուսուցչի տեղ ենք դնում։ Եվ մենք երբեք մեզ աշակերտի տեղ չենք դնում, որ պետքա լսել, պետքա սովորել, նամանավան հոգևոր հարցերի մեջ։ Ինչքան հավատացյալ ունենք, պետքան են վարդապետ ունենք։ Եվ ամեն մեկ իր վարդապետությունն ունի։ Այնինչ հակառակը պիտի լիներ, մենք բոլորս պիտի լինենք աշակերտ եւ մենք վարդապետ ունենք։ Հիսուս Քրիստոս եւ Հիսուս Քրիստոսի կողմից կարգված, մեր եկեղեցու առաջնորդները, հովիվները, որոնք մեզ հովում են, քահանաները, վարդապետները, եպիսկոպոսները, այսպես շարունակ։ Ուրեմն այս առաջի կետն է։ Հովանեսի աշակերտները անվերապահորեն լսեցին Հովանեսին եւ գնացին Հիսուսի ետևից։ Մնացած բաները թողնում են, հաջորդ օրը այդ գիշեր իրենք անցկացրին Հիսուսի մոտ։ Հաջորդ օրը, ասում է Անդրիասը, գնաց իր եղբայր Պետրոսի մոտ եւ ինչ ասեց։ Ասում է գտանք։ Ում գտանք, Մեսիային գտանք, Քրիստոսին գտանք, որտեղ ամբողջ իր ժողովուրդը սպասում ուներ Քրիստոսի, եւ ասում է գտանք Մեսիային։ Տեսեք, երբ Հովանես իրենց ուղղորդեց, ասեց ահա Քրիստոսը, մատնացույց արեց, որ սա է Քրիստոսը, Աստծո որդին։ Բայց իրենք գնացին, ամբողջ գիշեր մնացին Քրիստոսի մոտ եւ արդեն իրենք համոզվեցին, իրենք հաստատվեցին դրա մեջ եւ մյուս օրը հաստատակամորեն իր եղբորն ասում են գտանք։ Հետո երբ որ վերեց Քրիստոսի մոտ, Քրիստոսն ասեց դու վեր ես,
Պետրոս պիտի կոչվեց եւ այլն եւ այլն։ Հաջորդ օր ասում է Քրիստոս իր հետևից կանչեց Փիլիպոսին, որը նույնպես այդ նույն քաղաքից էր, ինչ որ Անդրեասն ու Պետրոսը, ասեց արի իմ հետևից։ Եվ ասում է Փիլիպոսը գնաց գտավ իր ընկերոջը Նաթանայելին, որ մեր Բարթողոմեոս առաքյալն է, եւ ինչ ասեց։ Ասեց գտանք Մեսիային։ Նորից ասում է գտանք։ Եվ ես այսօր ուզում եմ կենտրոնանալ դրա վրա, գտնելու վրա։ Ամեն մարդ այս կյանքում պիտի մի օր գտնի Աստծուն, պիտի մի օր գտնի Մեսիային, պիտի մի օր գտնի Քրիստոսին։ Եվ գտնելուց հետո պիտի ընթանա իր ետևից։ Երբ որ մենք կարդում ենք ավետարանները գործք առաքելոցը, տեսնում ենք, որ առաքյալները գտան եւ ընթացան Քրիստոսի ետևից։ Բայց այս ընթացքը հարթ ու խաղաղ չէ։ Այդ ընթացքը սահուն չէ։ Այդ ընթացքը խոչընդոտներով է լեցում, տարակուսներով է լեցում, երբեմն տարակուսում էին, երբեմն բաներ էին ասում, որ Քրիստոս իրենց խիստ հանդիմանում էր։ Երբեմն հուսահատվեցին, երբ Քրիստոսին ձերբակալեցին, թողեցին ու փախան։ Հետո երբ հարության լուրը լսեցին, տարակուսեցին։ Այսինքն սա մի ընթացք է, որ ապրում է ամեն մի մարդ։ Նույնիսկ Քրիստոսին գտնող մարդ իր հավատքի կյանքի մեջ ունենում է վերելքներ, անկումներ, տարակույսներ, հուսահատություններ, տկարություններ։ Բայց շատ կարևոր է, որ մենք ամեն անգամ նորից վերագտնենք։ Օրինակ, Քրիստոսի խաչելությունից հետո եւ Քրիստոս հարություն էր արել, բայց առաքյալները դեռ լիովին համոզված կամ հաստատված չէին, նույն Հովհաննես ավետարանը պատմի, ասում է առաքյալների 7 հոգի, անունները տալիս է, 5-ի մնաց ասում է եւս 2-ը, գնացին ձուկ բռնելու։ Գալիլեական վճարում։ Այսինքն ինչ է լավ։ Այս մարդիկ ձգնոց են։ Քրիստոս կանչեց, ասեց ձգնոցությունը թողեք։ Ես ձեզ այսուհետև մարդկանց որսորդ եմ դարձնելու։ Եվ 3 տարի Քրիստոսի հետ շրջեցին, հիմա Քրիստոսի խաչելությունից հետո նորից թողեցին, անցան իրենց հին արհեստի, նորից գնացին ձուկ բռնելու։ Կորցնին Քրիստոսին, ինչ որ առնով կարող է կորցնի։ Եվ Քրիստոս հայտնվեց լճակի ափին, հիշում եք, եւ ասես տղաներ, ուտելու բան չունեք, Ուրկանը գցեք, ես կողմ են կողմ վերջը գցեցին ձկների բազմություն, որսացին եկան և ճանաչեցին Քրիստոսին։ Իսկ նորից գտան Քրիստոսին։ Պետրոսը, որ ուրացել էր մինչ այդ, վերահաստատվեց, գտավ Քրիստոսին։ Քրիստոս 3 անգամ ասել, սիրում ես ինձ, Պետրոս։ Նույնիսկ Պետրոսը ներվեց այդ հարցի վրա, որ 3 անգամ կրկնվեց։ Այո, ասեց, սիրում եմ քեզ։ Ուրեմն գտան Քրիստոսին Անդրեաս եւ Փիլիպոս առաքյալները։ Եվ իրենց կյանքի ընթացքում անընդհատ պահեցին այդ գտածը։ Պահեցին մինչև իրենց նահատակությունը, որովհետև երկուսն էլ նահատակվեցին, երկուսն էլ խաչի վրա նահատակվեցին, Քրիստոսի պես, որտեղ Քրիստոսն իրենց սրտերի մեջ էր, որտեղ իրենք չէին կարող այլ ճանապարհով ընթանալ, քան իրենց ուսուցիչ, իրենց վարդապետ, իրենց տերն էր իրենց ցույց տվել։ Որ ճանապարհն է, խաչի ճամփան էր, ասել, ձեր խաչերը պիտի վերցնեք ու գամ իմ ետևից, որպեսզի ուր որ ես եմ, դուք էլ այնտեղ լինեք։ Անդրեասը խաչվեց եւ ավանդությունը մեզ ասում է, իրեն խաչեցին ոչ թե ուղիղ խաչի վրա, այլ թեք, բազմապատման նշանի պես, որը այդ խաչը կոչվեց Անդրեասի խաչ, Անդրեասի անունով։ Փիլիպոսն էլ խաչվեց։ Երկուսն էլ խաչելության չարչարանակից եղան Քրիստոսին եւ Քրիստոսի փառքին փառակից եղան։ Ասում է, թե ինչ չարչարանքին, ինչ չարչարակից ունեք, իմ փառքին էլ փառակից ունի լինեք։
մեր ազգն էր։ Սրանց 2000 տարի աններ առաջ գտավ Քրիստոսին։ Եվ իր պատմության ընթացքում ընկա, վեր կացավ, կորցրեց, գտավ, եւ այսօր նորից գրեթե կորցրած միջակայքի մեջ է։ Ինչ պիտի նորից գտնենք, որ չգտանք կորցրել, ով Քրիստոսին չի գտնում կորչում։ Ուրեմն մենք նորից կարիք ունենք վերագտնելու Քրիստոսին, վերագտնելու մեր հավատքը։ Ես ասեմ, ժողով ջան, ուրիշ անգամել եմ ասել, օրինակ եմ բերում։ Ուրեմն մենք մեր ազգի մեծ մասը, նույնիսկ բարձրագույն կրթություն ունեցող մարդիկ են, չեմ ասում տառաջանաչ են, այլ շատերը տեսակ դիպլոմներ ունեն, 2-3 համալսարան են ավարտել, մագիստրոսի աստիճան ունեն, էլ չեմ ասում արտասահմաններում են ուսում ստացել, եւ բոլորի տներում Աստվածաշունչ կա, Սուրբ Գիրք կա, բայց չեն կարդաց։ Բայց ես հիշում եմ, տատիկներիցս մեկը, որ անգրագետ էր, որտեղ երբ որ փոստատարը իր թոշակը բերում էր ստանալ, գրիչը դնվել ձեռի մեջ, ասես բերում էր այդ տեղին, ասում էր այստեղ մի հատ խաչ արա, որտեղ գրել չգիտեր, իր անունը չգիտեր, ստորագրել չգիտեր։ Այդ տատիկը ինձ պատմում էր պատմություններ երեխա ժամանակ։ Ես չգիտեի ինչա, գիտեի հեքիաթի նման պատմություն էլի պատմում էր մարդը, ես էլ լսում էի։ Հետո որ արդեն սկսեցի Աստվածաշունչ կարդալ, տեսա Աստվածաշունչյան պատմություններն է պատմում, Աբրահամի պատմությունն է պատմում, Սոդոմ Գոմորա պատմում, Նոյա պատմում, չգիտեմ ինչ էր, Հիսուսի առակներից է պատմում։ Մի օր ասեցի, այ տատ, դու գրել կարդալ չգիտես, այդ պատմությունները որտեղից գիտես, ո՞նց ես կարդացել, ո՞նց ես գիտես, ինչ ասում, ասում է իմ հայրը, իրենց լեզվով էր ասում, իմ խեր կարդացվոր է, այսինքն իմ հերը գրագետ է, կարդալ գիտեր, ասում է եւ մեր համար երեխա ժամանակ կարդում էր, հիմա այդ իր հերը որ գրագետ էր, 1900 թվականների սկիզբներն էր, 1900 նախասովետական շրջանի կամ սովետի առաջի տարիներ, այդ ժամանակ բնականաբար աշխարհաբար Աստվածաշունչ չկար, ուրեմն գյուղացի մարդը գրաբար Աստվածաշունչ էր կարդում եւ իր երեխեքին պատմում էր այդ պատմությունները։ Այսօր մենք մագիստրոսներ, գիտությունների թեկնածուներ, գիտությունների դոկտորներ լինելով, գրագետ մարդիկ լինելով, ամբողջ աշխարհի անցուդարձին ծանոթ լինելով, Աստվածաշունչ չենք կարդում։ Բա կորցրած կտնենք Քրիստոսին։ Բա որտեղ պիտի գտածնենք Քրիստոսին։ Կորցրել ենք։ Չենք աղոթում։ Չենք կարդում։ Պատարագի չենք գնում։ Որտեղ պիտի գտնենք Քրիստոսին։ Եկեղեցին ասում է արի եւ տես։ Քրիստոսն ասեց արի եւ տես եւ եկան ու տեսան։ Է չի կարի ժողովուրդը։ Ժողովուրդ եկեք եւ տեսեք Քրիստոսին։ Եկեք եւ ճանաչեք Քրիստոսին։ Ուրեմն Սուրբ առաքյալները ինչպես իրեն գնացին եւ տեսան Անդրեասն ու Ֆիլիպոսը եւ ասեցին բոլորին գտանք, հա, թող բարեխոս լինեն, որ մենք էլ գտնենք ու ամբողջ աշխարհին ասենք գտանք մենք վերջի Աստծո շնորհը սերը խաղաղություն ամենից Եվ դու մեր համարձակաձայն բարբարով բանալս բերանս մեր, կարդալս կեր երկնավոր դա երկեր և ասպրեն։
անձմերով, ընթորում և հոգուց սրտու ամենա, և հոր ամենակալի, վայել է բար, իշխանի թուղ և պատիկ, այժմ և միշտ և ավիտյանս, հավիտենից ամեն։ Սրբություն, սրբոն,
և օրհնություն, Ալելույա և երկրքով և Պաշտոնյալ, հանդերձ երկով սաղմոս ասացեք, և ըստեր ներքին, Առաջմատիկ և սրբությամբ հաղորդեց արուս, ասացեք մեղած լուծով, հավատամքի հայր Սուրբ Աստված ճշմարիտ, հավատամք որդին Սուրբ Աստված ճշմարիտ, հավատամք և հոգին Սուրբ Աստված ճշմարիտ, Ոստովանիմ և հավատամ։
Ամենակալ Տեր Աստված մեր կեցոյը ողորմյա Եվ Տերը մեր Հիսուս Քրիստոս, եղից են ձեզ